25-օրյա հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվել է, Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց նախագիծը։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ռազմական ոստիկանության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու, իսկ արարքը կատարած լինելու դեպքում պատասխանատվությունը խստացնելու, ինչպես նաև ռազմական ոստիկանության խնդիրները ու լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Ըստ այդմ փոփոխություն վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժը խստացվում է։ Սահմանվում է, որ հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականությամբ խախտմամբ կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելով, կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելով, կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափելով, վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու, օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում պատժվում ետուգանքով 15 հապատիկից մինչև 30 հապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը 2 ամսվա ժամկետով, կամ ազատազրկմամբ 1-ից 3 տարվա ժամկետով։ Նախագծի քննարկման ժամանակ մանրամասնել էր Պաշտպանության նախարարության փոխնախարար Արման Սարգսյանը։